Ողջույն, ես Հմայակ Սամվելի Զոհրաբյանն եմ, Արթմեդ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչը։ Կուզենայի այսօր խոսել վիրաբուժության մեջ մեծ թափ ստացած լապարասկոպիկ եւ էնդոսկոպիկ վիրահատությունների մասին, ինչը իրենից ներկայացնում է քիչ տրավմայի ենթարկելով կատարել այն բոլոր վիրահատությունները, ինչը որ հնարավոր է կատարել բաց եղանակով։ Լապարասկոպիկ եւ էնդոսկոպիկ վիրահատությունները մեծ թափ են ստացել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Կուզենայի նշել, որ լապարասկոպիկ եւ էնդոսկոպիկ եղանակով հնարավոր է կատարել ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատությունները։ Լապարասկոպիկ եւ էնդոսկոպիկ եղանակով կատարված վիրահատություններից հետո քիչ տրավմայի ենթարկելով հիվանդին, հիվանդների հետ վիրահատական շրջանը կուզենամ նշել, որ շատ կարճ է։ Հիվանդները շատ կարճ ժամանակում առողջացած դուրս են գրվում բուժ հաստատությունից։ Նույնիսկ անհետաձգելի վիրահատությունների ժամանակ հնարավոր է կատարել լապարասկոպիկ եւ էնդոսկոպիկ մեթոդով։ Դրա համար պետք է ժամանակին դիմել բժշկի։ Արթմեդ բժշկական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի 3D 4K լապարասկոպիկ ապարատով, որը թույլ է տալիս մեզ կատարել ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատությունները լապարասկոպիկ կամ էնդոսկոպիկ եղանակով։ Մեր բժշկական կենտրոնում կատարվում են լապարասկոպիկ եղանակով մի շարք վիրահատություններ, սկսած լեղաքարային հիվանդությունից, ճողվածքները, որովայնի առաջային պատի ճողվածքները, աճուկային ճողվածքները, բոլոր վիրահատությունները կատարվում են լապարասկոպիկ եղանակով։ Ավելացնեմ նաև, որ ճարպակալման դեմ պայքարի մեծ թափ ստացած բարիատրիկ վիրահատությունները նույնպես կատարվում են Արթմեդ բժշկական կենտրոնում, ինչը իրենից ներկայացնում 3D եւ 4K վերջին սերնդի լապարասկոպիկ ապարատը։ Վիրահատության ժամանակ վիրաբույժը վիրահատում է հատուկ ակնոցներով, ինչի ժամանակ վիրահատական դաշտը դառնում է մաքսիմալ տարածական եւ վիրահատությունը հնարավորություն է տալիս մեզ կատարել մաքսիմալ անվտանգ եղանակով։ Եվ վերջում կուզենայի նշել, որ նույնիսկ անհետաձգելի վիրահատությունները, որպիսի կատարվեն լապարասկոպիկ կամ էնդոսկոպիկ եղանակով, պետք է ժամանակին դիմել բժշկի։